վարչապետ աշխատողը վախեցած է, ունի հստակ հրահանգներ իր պատվիրատուներից, ինչի համար որ ինքը բերվել է իշխանության եւ եկել է գործը ավարտին հասցնելու ժամանակը, ովքեր որ իրեն խոչընդոտում են, փորձում է կանխել իրեն բոլոր արգելքները հաղթահարել։ Առաջինը փորձեց Անդրանիկ Թևանյանին, գիտենք, որ պատգամավորության թեկնածու է Բարգավաճ Հայաստանից, Մայր Հայաստան կուսակցության նախագահն է, ապօրինի, շինծու, այսպես ձեռքի վրա, վանաձորում, ոտքի վրա հորինած ստեղծած գործով փորձեց լռեցնել կալանավորելով։ Հաջորդը այսօր մեր կուսակցության վարչության անդամ, էլի Բարգավաճ Հայաստան պատգամավորության թեկնածու Արեգնաս Մանուկյանի բնակարան ներխուժելն էր, ինչը ոչ իրավաչափ է իմ դիտարկմամբ, որովհետև հանդիսանալով պատգամավորության թեկնածու, իրենք պետք է իրավապահ համակարգը նախ պետք է դիմեր կենտրոնական ընտրական հանձնաժողով Տիկին Մանուկյանին զրկելու պատգամավորական թեկնածուի անձեռնմխելիությունից, սակայն առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը ունենալու իրենց ձեռքում, իրենք պարզապես գնացել են եւ ասել են, որ մենք ունենք ձեր բնակարանը խուզարկելու, քննչական գործողություններ իրականացնելու որոշում։ Եվ մտել են տուն, կատարել են իրենց ուզածը, ժամը 10-ին հրավիրել էին քննչական բաժին, որտեղ որ ներկայացել է Տիկին Մանուկյանը շատ պատասխանատու ձևով, մենք ներկա ենք եղել, ներկայացել է, թե ինչ է տեղի ունեցել ներսում, կարծում եմ Տիկին Մանուկյանը ավելի լավ կներկայացնի, քանի որ ստորագրել է փաստաթուղթ գաղտնիության այդ քողի տակ, չենք կարող ավելին ասել։ Ճիշտն ասած, քանի որ ինքը ստորագրել էր գաղտնիության փաստաթուղթը, ասաց, որ որևէ բան չեմ կարող ասել, թե ինչ կարգավիճակ։ Դե Անդրանիկ Թևանյանի գործը, քանի որ Հորինովի գործ է, ես չեմ բացառում, որ հետագայում բոլորիս էլ հնարավոր է, որ կանչեն քննչական գործողությունների, մենք պատրաստ ենք եւ ասեմ ձեզ ավելին, ավելի լավ է Հայաստանի Հանրապետությունում այս պահին, դեռևս Հայաստանի Հանրապետությունում լինել քաղբանտարկյալ, քան լինել ազատության մեջ եւ ոչինչ չկարողանալ անել, չփոխել իրավիճակը, քանի որ թիվ 1 հրահանգիչը ապօրինի առանց որևէ օրենք հաշվի առնելու ինքը կարող է արտանալ եւ ասել, որ այս երկու ընտրատեղամասերի արդյունքները համարում եմ անվավեր, ակնհայտ ձևով խախտելով մայր օրենքը, ընտրական օրենսգիրքը, խախտելով մի շարք օրենքներ, մարդու իրավունքներ, կուսակցության իրավունքը եւ այն ընտրողների իրավունքը, ովքեր տվել էին կոնկրետ այդ ընտրատեղամասում իրենց վստահելի կուսակցություններին կամ դաշինքներին իրենց քվեն։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս չի կառավարվում որևէ օրենքով, ժողովրդավարությանը բոլորովին չի համապատասխանում, Հայաստանի Հանրապետությունը այլևս բռնապետություն է, որը ղեկավարվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, որի կարգառուն ներկայացուցիչ Նիկոլ Վովայի Փաշինյանը իրականացնում է այն, ինչը իրականացվել է 1915 թվականին։ Հայաստանի Հանրապետությունը հունիսի 8-ից մինչ հետո արդեն ամեն քայլի գնում է դեպի արևմտյան Ադրբեջան։ Ինչպես գիտենք, այս պահի դրությամբ հիմա վերահաշվարկ է ընթանում, Կիրակի օրը արդեն բաց կլինի, ակնկալիքների մասով արդյոք այս վերահաշվարկը ինչ-որ մի բան կփոխի, թե ես երկու ընտրատեղամասի ձայները ոչնչացնելով ինչ փորձում են կանխել Բարգավաճ Հայաստանի մուտքը խորհրդարան, որպեսզի ունենան իրենց սահմանադրական փոփոխությունները իրականացնելու հնարավորություն, իսկ ինչ վերաբերում է վերահաշվարկներին, ինքս ներկա եմ եղել թիվ 8 ընտրատարածքում բոլոր 63 ընտրատեղամասերի հաշվարկներին, որը իրականացվել է ամսի 9-ից, 3 եւս եւ շարունակվել այսօր մինչեւ 14:00 եւ ասեմ ձեզ, որ որևէ հույս դրա վերաբերյալ ես չունեմ։ Այսինքն ընտրախախտումները իրականացվել են մինչեւ ընտրողի ընտրատեղամաս այցելությունը, ընտրողները massայաբար եկել են թե վախեցած, բոլորին հրահանգված է եղել աշխատանքը կորցնելու վախով, սպառնալիքով, որ ընտանիքի անդամները տվյալ հասցեում գրանցված պետք է անպայման տվյալ ընտրատեղամասում հաշվարկվեն ձայները ՔՊ-ի կողմից, եթե չլինի այդքան ձայն, տվյալ աշխատակիցը կզրկվի իր աշխատելու իրավունքից եւ հնարավորությունից։ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները massայաբար խախտվել են, արձանագրվել է խախտումներ կոնկրետ իմ Facebook-յան էջում էլ մեր վստահված անձերի կողմից
կողմից այդ օրը բազում խախտումներ են արձանագրվել, որոշ խախտումներ հասցրել են գրանցամատյանում գրառումամբ նշվել, որոշները չեն կարողացել այդ հնարավորությունը չեն ունեցել, որովհետև նայած որ հանձնաժողովի նախագահը ինչպիսի վերաբերմունք է ունեցել ընտրական գործընթացի մասին, բայց նման խայտառակ ընտրություններ Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետությունում չէին եղել։ Ընտրախախտումները վերաբերվում են բոլոր ոլորտներին, massայական են եղել եւ տեսանելի, նույնիսկ իրենց չի խոչընդոտել այն, որ դա ուղիղ եթերով հեռարձակվում է։ Որևէ իրական փաստական հիմք չունեն եւ նա կարծում է, որ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա այս Ծիծաղելի կլիներ, որ այլ բան հայտարարեին, որովհետև թիվ 1 հրահանգիչը առանց որևէ իրավական հիմքի Վանաձորում ընտրողների հետ հանրահավաքի ժամանակ հրահանգում է կալանավորել падգամավորության տեխնացու Անդրանիկ Թևանյանին, ով նաև Մայր Հայաստան կուսակցության նախագահն է, առանց իրավական հիմքի եւ իրավապահ համակարգը անմիջապես լծվում է այդ հրահանգը իրականացնելուն։ Այսինքն բոլոր նախարարները, սրանք բոլորը դերակատարներ են, այս արարում կատարում են իրենց համար նախանշված դերը, իրենց համար պարզապես խամաճիկներ են։ Նրանք որևէ մեկը չեն առաջնորդվում օրենքով, մեր սահմանադրությամբ, մայր օրենքով կամ որևէ այլ օրենքով, հարակից օրենքներով։ Հայաստանի Հանրապետությունը ուզուրպացված է եւ թիվ 1 հրահանգիչը ինքն է որոշում ամեն ինչ։ Իսկ ձեր նշած անձինք ընդամենը դերակատարներն են եւ կատարում են դրան իշխանության պահելու գործընթացը, որպիսի նորից եմ կրկնում, իրականացնեն այն ծրագիրը, որի համար Նիկոլ Փաշինյանը բերվել է իշխանության։ Հայաստանի Հանրապետությունը այս պահին կառավարվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից եւ հունիսի 8-ից մենք արդեն ապրում ենք այլ իրականությունում։ Իրական Հայաստանը իրականում արևմտյան Ադրբեջան է, որի մասին խոսում է իրենց կիրթ ու կառուցողական Իլհամ Ալիևը եւ գործնական հենց կոնկրետ գործառնական նպատակով ինքը իրականացնում է հերթական քայլերը, որպեսզի ոչ թե ինչպես ասեց տանկերով, այլ մեքենաներով գան եւ տիրանան իրենց իբրև թե պատմական հողին, մեզ զրկելով մեր հայրենիքում ապրելու իրավունքից։ Սա իրականություն է եւ ես հորդորում եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետության բոլոր բնակիչները հայ մարդիկ վեր կենան, թոթափեն այդ վախերը, սպառնալիքներից չվախենան եւ պայքարենք միասին, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ապրելու իրավունքը վերջնականապես չկորցնենք։ Հակառակ պարագայում տեղի է ունենալու 1915 թվականին այն, ինչ որ տեղի ունեցավ։ Շնորհակալ եմ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։